Քաբաբ պատրաստելիս ամենակարևորն այն է, որ ֆարշը լինի ճիշտ խտության, կպչուն, միատարր և լավ պահի իր ձևը։ Այս տարբերակով քաբաբը ստացվում է հենց առաջին անգամից, շամփուրներից չի պոկվում, չի քանդվում, մնում է հյութեղ և համեղ։ Իսկ լավ քաբաբի գաղտնիքը սկսվում է հենց մսից։ Մենք հստակ գիտենք, թե ինչ մսով ենք պատրաստում ֆարշը։ Այսօր օգտագործելու ենք տավարի և հավի միս, որոնք ճիշտ պատրաստելու դեպքում տալիս են կատարյալ կառուցվածք և համ։ Կան պատրաստման բազմաթիվ տարբերակներ, մեկնաբանությունների բաժնում կարող եք կիսվել ձեր բաղադրատոմսերով և օգտակար խորհուրդներով։ Մենք միշտ միմյանցից սովորելու բան ունենք։ 1 կգ տավարի փափկամիսը և 2 կգ հավի ազրամիս լվանալուց հետո դնում ենք փլավքամիջի մեջ, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա, այնուհետև դնում ենք սառցարան, թողնում ենք 10-ից 15 րոպե։ Մի փոքր սառեցված միսը ավելի հեշտ է աղալ, անց ենք կացնում մսաղացի ամենամանր անցքերով։ Փափուկ հյութալի քյաբաբ ստանալու համար մեզ անհրաժեշտ է 3 մեծ գլուխ սոխ, որը աղում ենք մսի հետ միասին։ Ինչպես նկատեցիք, հավի կաշին ես հեռացրել եմ, ազդրամսի յուղայնությունը լրիվ բավարար է իդեալական արդյունք ստանալու համար։ Մեզ անհրաժեշտ է նաև կեսկապ խառը կանաչի, այն կարելի է աղալ կամ շատ մանր կտրատել, կամ օգտագործել միայն չորացրած տարբերակը, համերը համապատասխանեցրեք ձեր քիմքին։ Համեմունքներից օգտագործում ենք խոշոր աղ, կարմիր քաղցր և կծու պղպեղ, ինչպես նաև մի փոքր սև պղպեղ, ճշգրիտ չափաբաժինները կգտնեք նկարագրությունների բաժնում։ Մոտ 10 րոպե տեղը տեղին խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, այնուհետև 5 րոպե ծեծում ենք, որպեսզի առաջանան այսպիսի թելիկներ, ինչը և վկայում է, որ ֆարշը պատրաստ է։ Դնում ենք սառնարան, թողնում ենք առնվազն 12 ժամ։ Միսը շամփուրների վրա շարելիս պետք է պարտադիր լինի սառը վիճակում։ Շատերը ասում են, որ մսի կպչունությունը ապահովում է հավի կաշին, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Խուսափում ենք ճարպից, խոլեստերինից և ստանում ենք առողջարար իդեալական տարբերակը։ Մատուցելու համար բարակ-բարակ շերտատում ենք 1 մեծ գլուխ սոխ, կարելի է վերցնել նաև սոխի կարմիր տեսակը, այդպես ավելի համեղ է ստացվում։ Մանր կտրատում ենք կեսկապ խառը կանաչի, թարմ կանաչու և սոխի համադրությունը պարզապես անթերի է։ Միսը շարելիս շամփուրները պետք է լինեն պարտադիր սառը վիճակում, այլապես ձեր ամբողջ աշխատանքը ապարդյուն կլինի։ Խորովելուց հետո վրան առատ կանաչի և սոխ ենք ավելացնում և մատուցում ենք։ Այս բաղադրատոմսով ստացվում է 18-ից 20 քյաբաբ, եթե չափաբաժինը ձեզ համար մեծ է, կարող եք բաղադրիչները կիսել։ Արդյունքում ստանում ենք հյութալի, անչափ համեղ, ընտիր համեմված քյաբաբներ, համեղ բրդուճներ ենք պատրաստում և վայելում ենք։ Փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։